Ֆուտբոլիստները արդեն դաշտում են, ծանոթանանք մեկնարկային կազմերին եւ սկսենք Վանից դարպասը պաշտպանում է Դանիլա Բոկովը համար 45 3 կենտրոնական պաշտպան, համար 4 Սաբա Սիդամոնիձե, համար 2 Խավիեր Տորես եւ համար 26 Սանդրի Մարկովիչ Չաչեզրի ամբողջ երկայնքով ամենայն հավանականությամբ կխաղա Սամուել Ռեյսը համար 18 Զախից կգործի Նարեկ Մանուկյանը համար 70 Որաբար հենց Օսիմենն է այսպիսի սանրվածք ունենում Հետաքրքիր խաղարկում էր Արթուր Սերոփյան վտանգավոր է եւ գնդակը չի հայտնվում դարպասում հենց Իստի Դանիել Իբրահիմը դուրս բերեց գնդակը խաղադաշտից ուղիղ 4 տարի առաջ, որովհետև այդ հանդիպումը կրկին մարտի 29 էր տեղի ունեցել, Վանը հաղթել էր 2-1 հաշվով, հիմա գրում է Արարատ Արմենյան, հստակ փոխանցում չտեսանք։ Հարցրից փոխանցում Տուգանային հրապարակ, Խավիեր Տորես եւ 11 մետրանոց են պահանջում Վանի ֆուտբոլիստները ու Էնրիկ Նալբանդյանը նշանակում է 11 մետրանոց։ Զնում է Նալբանդյանը, Պետրոս Ավետիսյան և գրավում է դարպասը Պետրոս Ավետիսյանը 1-0 Վանը հաղթում է Արարատ Արմենիային և հակագրում է Վանը, այստեղ չկար կանոնների խախտում Ալեքսանդրո Գոմեսը հայտնվեց խոտածածկին, Արարատ Արմենիայի պատասխանը Արայիկ Էլոյանը արվածեց, բայց թույլ էր այս արվածը և Դանիլա Բոկովը շատ հանգիստ կարողացավ վերցնել գնդակը։ Արթուր Սերոփյան փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է և փրկեց Դանիլա Բոկովը։ Ինչ գեղեցիկ սեյվ էր։ Պետրոս Ավետիսյանը փոխանցում Բենիկ Հովհաննիսյանին, բարձրից Տուգանային հրապարակ և 2-0 Նարեկ Մանուկյան, բայց բարձրացնում է դրոշակը մրցավարի օգնականը, կար խաղից դուրս վիճակ։ Արարատ Արմենիան, բայց այդպես էլ գոլ խփել չկարողացավ։ Մեկ շատ գեղեցիկ սեյվ կատարեց Դանիլա Բոկովը, հիմա դուրը վերադարձնում է գնդակը Սերոփյանը, Արթուր Սերոփյան և շեղ է արվածում։ Զիդան, լավն էր փոխանցումը Նդուր, արվածում է Նդուրը, շատ ուժեղ արված էր, բայց հարցրությամբ գնդակը դուրս եկավ խաղադաշտից։ Գեղեցիկ էր, բայց չկարողացավ կանգնած մնալ և շարունակել գրոհը։ Սերոփյան Մոտենում է Տուգանային հրապարակին Սերոփյանը, Շաղոյան և փրկեց Դանիլա Բոկովը։ Կրկին Շաղոյան Փոխանցում Տուգանային հրապարակի կենտրոն և գոլ, սխալվեց Իբրահիմը։ Շաղոյան փոխանցում Տուգանային հրապարակ, արված և Դանիլա Բոկովը հեռացրեց գնդակը։ Էլթան Անցավ Պետրոս Ավետիսյանին, փոխանցումն էլ շատ լավն էր, Կամո Հովհաննիսյան մեկ հպումով Նդուրի ուղղությամբ, Շաղոյան Զիդան Սիդամոնիձեն հեռացրեց, ևս մեկ կորուստ, Շաղոյան, ավներ փոխանցումը Գրիգորյան, Ալվին Թերա և պաշտպանը այս պարագայում։ Վերադարձնում են գնդակը Վանի ֆուտբոլիստները, բայց ոչ երկար ժամանակով, Էդգար Գրիգորյան, Շաղոյան, Արթուր Սերոփյան, այդ փոխանցում է կատարում Կամո Հովհաննիսյան և շեղ է արվածում Կամոն։ ԵՒս մեկ շատ վտանգավոր պահ Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները բանջաքի։ Փոխանցում առաջ Նդուր, անցավ Մկոյանին, Ալիուն Նդուրը, ավներ փոխանցումը վտանգավոր է Կամո Հովհաննիսյան և Դանիլա Բոկով։ Սակն այդ գոլային պահեր, որ Էլթան Զիդան բանջաքի Փոլայոնգո, Նդուր, Ուելթոն և շեղ է արվածում Ուելթոնը։ Շաղոյան
Եվ 11 մետրանոց են պահանջում Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները։ Մրցավարը նորդորում է սպասել։ Կարճ ձեռքով խաղ ու նշանակված է 11 մետրանոցը։ Սուլեց Նալբանդյանը, տրամադրվում է Նդուրը։ Ալիոն Նդուր և գոլ։ Արարատ Արմենիան 92-րդ րոպեին խփում է երկրորդ գոլը ու ստանում է հաղթողի կարգավիճակ։ Փոխանցում Տուգանային հրապարակ և գնդակը հայտնվում է դարպասում, Վանը հավասարեցնում է խաղի հաշիվը։ Այ քեզ զարգացում, սխալվեց Բրունո Պինտուն, չկարողացավ հեռացնել գնդակը։